Սիրելիներս ողջույն, այսօր մտքերով տեղափոխվել եմ մանկություն և հիշել դպրոցում ինչքան հաճախ հանդիպում էինք կորժիկներին, կորժիկ թխվածք չգիտեմ ինչպես եք կոչում և ցանկացա ձեզ հետ միասին այսօր պատրաստել կորժիկ, ինչ է մեզ անհրաժեշտ, այստեղ 1 ձու եմ հարել, ունեմ 200 գրամ շաքարավազ, 1 թեյի գթալ, սոդա, մի փոքր վանիլ, այստեղ միասին լցրել եմ, սոդան հագցնելու համար 1 թեյի գթալ, 1.5 թեյի գթալ քացախ, քացախը այդքան վնաս չի, կարող եք 1.5 թեյի գթալ լցնել, ինչքան կցանկանաք, այստեղ 1 ձվի դեղնուց վրան քսելու համար 100 մլի կաթ և 100 գրամ կարագը, միասին թեթև ջերմային մշակման եմ ենթարկել, տաքացրել եմ թեթև, որ հալվի կարագը կաթի հետ, բայց շատ տաքացնել է պետք չի։ Այսքանը և ալյուր, որ լինի ոչ շատ պինդ, ոչ շատ փափուկ խմոր, սիրելիներս։ Հիմա սրա վրա լցնելու եմ շաքարավազը, հարեմ, ավելացնելու եմ կաթը և կարագը, ավելացնելու եմ սոդան և ինչ թվարկել եմ բոլորը, կարող եք միասին ավելացնել, ոչ մի բան չի խանգարելու։ Ավելացնելու եմ կարագը և կաթը, ավելացնում եմ, հիմա բոլորը ձեր աչքի առաջ անեմ, որ տեսնեք, բոլորը միասին լցնում եմ, սոդան և քացախը, այսպես հանգցնում ենք միասին, և դատարկում բոլոր թվարկածը զանգվածի վրա։ Սա էլ էստեղ, շաքարավազը լցրել եմ, վերջ։ Սա այս ամենը բոլորը միասին լավ հարում եմ, ավելացնում եմ ալյուր, խմորը ստանալուց հետո, սիրելիներս, վերջ։ Շատ խառնել, ինչ-որ ժամերով, ինչ-որ գործողություն կատարել պետք չի։ Ավելացնում եմ ալյուր և միանամ ձեզ ցույց տամ վերջնական արդյունքը։ Խմորի բացելու եմ և կտրեմ այսպիսի սարքով, սա մեր նորից առաջվա սարքն է, եթե ունեք ուրիշ ավելի մեծ, կարող եք ավելի մեծ չափսը չունեմ, դրա համար կտրելու եմ այս չափսով։ Ահա, ստացանք փափուկ, նաև միաժամանակ ձեռքերին չկպչող խմոր, ահա այսպիսի խմոր պետք է ստանաք սիրելիներս։ Հիմա ինչ եմ անելու, իրան թեթև կրտնակով բացելու ենք, ոչ շատ բարակ, որ ինքը թխվի, ոնց ասեմ, շատ բարակ է չստացվի, էլի սիրելիներս, դե կորժիկը գիտեք ինչ հաստության է լինում։ Եթե բարակ եք սիրում, կարող եք մի փոքր բարակ անել, բայց ես շատ բարակ չեմ անելու, հիմա ցույց կտամ ինչքան է ստացվելու հաստությունը։ Շատ թեթև իրան բացում ենք, որովհետև ինքը մի փոքր նաև ուռչելու է։ Տեսնենք մեր փոքրիկ հետևորդուհին, իմ քույրիկիս բալիկը, ցանկանում էր մասնակցել տեսահոլովակում, բայց մի փոքր ուշանում է, մտածեցի ավելի լավ է ես սկսեմ, եթե հասնի վերջում կմասնակցի համտեսին և ձեզ կներկայանա և իր կարծիքը անկեղծ կհայտնի ձեզ, դուք էլ կտեսնեք մեր փոքրիկ հրաշքին, ահա, այսպես կտրատում ենք սիրելիներս, նույն կորժիկի տեսքը ինչպես է լինում, հիմա վերջում ձու եմ քսելու ձվի դեղնուց և խազեր եմ անելու, այս պահին այսքանը խազեր անելուց և ձուն քսելուց դա նաև ցույց կտամ։ Հիմա ինչ ենք անում, կտրատեցի բոլոր, որը որ սիրելիներս ավելանում է, կողքից նորից առանց ալյուրի գնդում եք, նորից կտրում, նորից կտրում, նորից կտրում, նույն հաճախականությամբ շարունակում եք բոլորը, մինչև վերջ։
Վերջինը, որ շատ արդեն փոքր լինում, մի փոքր սենց բացում եք, իրան ամանը ընդհանուր տեսեք փոքր ավելի գալի, կողքից ուղղակի սենց թեթև ձևը տալիս եք, բերանի ձևը, ավել պուճուր ծերից ավելացածները տակից կպչնում եք, որ ինքը նույն տեսքը ունենա, բայց նաև չպչացնեք մնացածը։ Հիմա, ինչ ենք անում, վրան քսում եմ ծվի դեղնոց բոլորին և նախշեր ենք անելու պատարագաղի օգնությամբ։ Այսպես, ցույց տամ, ինչպես եմ պատարագաղով անելու, մնացածը անեմ առանց ձեզ, որպեսզի երևի մոտեցնեմ, որ ավելի լավ երևա։ Սենց ուղղակի գծեր եմ անում, մի հատ էլ հակառակ։ Վերջ։ Եվ տեղափոխում ենք յուղաթղթի վրա։ Այսպես։ Այսքան բան, ոչ մի դժվար բան թխվելուց հետո ցույց կտամ։ Ահա և պատրաստ է մեր անչափ, համեղ և փափուկ կորժիկները, սիրելիներս։ Նայեք մոտիկից լավ թխված, ինչ հաստության և փափուկ։ Հատ կտրեմ։ Իմ փոքրիկ օգնականը չհասավ, որոշեցի ես նկարահանեմ, ոչինչ, մեկ այլ անգամ կնկարահանվենք նաև իմ փոքրիկ օգնականի հետ։ Տեսեք, ինչքան փափուկ և դեռ տաք է։ Եվ շատ համեղ սիրելիներս։ Կորժիկներ են ստացվում, փորձեք, շատ լավն են։ Դե ինչ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ տեսահոլովակներում։ Ցտեսություն։